Բարի երեկո, եթերում ասպարեզն է եւ ես Նանա Ավակյանը։ Լարկ երաժշտական ընկերակցության հիմնադիր Վաչե Բարսումյանը 2005 թվականին նախաձեռնեց Դիլիջան կամերային համերգաշար, որի նպատակն էր հայկական դասական երաժշտության սփռումը ամբողջ աշխարհում, տարածումը, ինչպես նաև Սփյուռքում մեր երաժշտության պահպանումը։ Այս նպատակը 9 տարի անց վստահորեն կարելի է ասել, որ իրականություն է դարձել ավելին։ Դիլիջան կամերային համերգաշարը դարձել է Միացյալ Նահանգներում ամենաճանաչված, սիրված ու սպասված համերգաշարերից։ Եվ սա իհարկե արհեստավարժ պրոֆեսիոնալ երաժիշտների շնորհիվ նաև։ Ներկայում այս օրերին տեղի են ունենում Դիլիջան կամերային համերգաշարի մի շարք համերգներ եւ նվիրված է այն Տիգրան Մասուրյանի 75-ամյակին։ Այսօր իմ հյուրերն են Դիլիջան կամերային համերգաշարի գեղարվեստական ղեկավար Մովսես Պողոսյանը եւ երգչուհի Շուշիկ Բարսումյանը։ Ողջունում եմ իմ հյուրերին, բարի երեկո, շնորհակալություն հյուրընկալելու համար, ձեր հագեցած օրակարգից նաեւ ժամանակ գտնելու։ Խնդրում եմ պատմեք մինչ վերջին համերգաշարի մասին խոսել կցանկանայի Մովսես սկսեց թե ինչպես ձևավորվեց Դիլիջանը եւ որտեղ է այժմ այն գտնվում։ Այո, սիրով Նանի։ 10 տարի առաջ ընտանիքով մենք տեղափոխվեցինք Միշիգան նահանգից Լոս Անջելես եւ Վաչե Բարսումյանը փաստորեն առաջի հայ երաժիշտն էր, որ ես ծանոթացա, երկրորդ շաբաթս էր այստեղ Լոս Անջելեսում եւ շատ այսպես լավ հանդիպում եղավ, միասին աշխատեցինք Չուխաջյանի օպերետայի վրա եւ մի քանի շաբաթ հետո Վաչեն առաջարկեց այս գեղեցիկ գաղափարը համերգաշար ստեղծելու եւ ես շատ եմ սիրում կամերային երաժշտություն, դա իմ սիրած երաժշտության մեդիումն է, կարելի է ասել եւ ես սիրով համաձայնվեցի եւ ահագին արագ աշխատեցինք եւ մի փոքրիկ խումբ ստեղծվեց ընկերների հիմնականում բոլորը լարկ երաժշտական միությունի իհարկե հիմնադիրներից եւ շատ արագ աշխատեցին եւ փաստորեն մի քանի ամիս հետո մեր առաջի սեզոնը սկսվեց 2005 թվականին։ Ես կցանկանայի մեր հերոստատուներին նաև տեղեկացնել, որ դու նաև ջութակահար ես եւ Դիլիջանի գլխավոր ջութակահարը եւ ինչպես սկսեցիք, այսինքն հայկական դասականներին ներկայացնելով եւ թե նաեւ ինչքան գիտեմ որքան տեղյակ եմ նաեւ սկսեցիք միաժամանակ արտասահմանյան ստեղծագործողների։ Այո, դե գիտեք, նպատակը Դիլիջանի չեմ կարող ասել միայն մեկ հատ նպատակ ունի, մի քանի գլխավոր ուղղություններ ունի եւ որպես երաժիշտ ինձ համար իհարկե ամենակարևորը որակն է։ Եվ բոլորս կարանք հայ լինենք, կարող ենք չինացի լինել, բայց մենք բոլորս երաժշտություն ենք սիրում եւ գեղեցիկ եւ բարձր որակի երաժշտություն նվագել բարձր որակով, դա իրոք դա է, որ ինձ հրաբուրում է այսպիսի գործ անելուց։ Դրա համար, այսպես ասենք, հեղինակը կարող է լինի ողջ կամ ոչ ողջ հայ կամ ոչ հայ, բայց բարձր որակը եւ գեղեցիկ երաժշտությունը դա մեր ամենակարևոր նպատակն է։ Շատ լավ, բայց պարոն Բարսումյանը եւ նաեւ դուք հիմնական նաեւ նպատակն էր հայկական երաժշտության տարածումը։ Արդյոք հաջողվեց ձեզ հասնել այն նպատակին։ Ես կարծում եմ մենք ահագին լավ բաներ արեցինք այս վերջի մի քանի տարվա մեջ եւ մինչեւ հիմա հիշում եմ մեր առաջի հանդիպանը ես ասեցի, գիտեք, մենք այո հայ ենք, մենք ունենք Արամ Խաչատրյան եւ մենք ունենք Սուսերով բար, բայց չեմ ուզում որ միակ մեծ դրանով հիշեն եւ հասկանան եւ ուզում եմ այնպիսի համերգներ ստեղծենք, որ ունկնդիրները հայ եւ ոչ հայ գան եւ լսեն մեր դասական երաժշտությունը, նոր երաժշտությունը, եկեք ստեղծենք նոր հայ երաժշտության ուրեմն գործեր եւ պիտի ասեմ կարելի է ասել որ արդեն 9 տարի հետո եւ այսքան գրվեց մեր մասին LA Times-ում եւ ուրիշ թերթերում, պիտի ասեմ, կարծեմ մենք հաջողացինք, այո, այս եւ արդեն գոնե Կալիֆոռնիայում եւ գուցե նաեւ Կալիֆոռնիայից դուրս հայկական դասական երաժշտությանը երաժշտասեր հասարակությունը ծանոթ է։ Եվ մենք ունենք այսպիսի հիանալի իհարկե ուժեր, ինչպիսի հիանալի երաժշտություն ունենք, մեր հայ երաժշտությունը, դասական երաժշտությունը, որը իհարկե Կոմիտասից սկսվում է եւ ունենք ապրող մեզ հետ մեր մեջ կլասիկներ, որպես Տիգրան Մանսուրյանը, մեր սիրած Տիգրան Մանսուրյանը,
որը նշում է իր 75-ամյակը եւ ինչպես գիտեք նոր կատարեցինք մեծ համերգ նվիրված Տիգրան Մանսուրյանին Zipper դալիճում, որը Los Angeles Times-ը կոչեց Critics Pick, ուրեմն ամենակարևոր համերգը այս մեծ քաղաքում համարվել է մեր Դիլիջանի եւ մեր հայ երաժիշտ Տիգրան Մանսուրյանի նվիրված համերգը, դա մեծ պատիվ է իհարկե։ Խոսուն է բավականին եւ հիշեցնեմ, որ այդ համերգը տեղի ունեցավ հունվարի 12-ին։ Ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ ձեր համերգից մի հատված, ոչ 12-ի, բայց էլի Տիգրան Մանսուրյանն է եւ դա իր լարային կվարտետն է համար 3 եւ երաժշտությունը ահագին մոդեռն է եւ պիտի հիշեցնեմ այս երաժշտությունը, այս գործը գրվել է այն մութ եւ ցուրտ օրերին Երևանում եւ իհարկե մարդ զգում է այդ դաժանությունը եւ այդ ստրեսը, որոնք բոլորը ապրում էին Հայաստանում այդ օրերին։ Խնդրեմ տեսանյութ, սիրելի հերթատողներ, ունկնդրենք։ Սիրելի հեռուստատողներ, ունկնդրեցինք Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը Դիլիջան կամերային համերգաշարի կատարմամբ եւ ես կցանկանայի ներկայացնել իմ երկրորդ հյուրին Շուշիկ Բարսումյան, դու հունվարի 12-ին կայացած համերգում երգում էիր եւ կխնդրեի նախ ներկայացնես մի փոքր քեզ, քո մասին պատմես եւ ինչ կատարումներով հանդես եկար համերգի ժամանակ։ Այո, ուրեմն ես 2010-ին ավարտեցի USC համալսարանին եւ ատկեվերջ 1 տարի իտալիակացի Mirella Freni հետ ուսանելու համար, ատկեվերջ հիմա եւ ամենգես տարի Ավստրիա եմ, հոնգուսանիմ գոր եւ ասկսած եմ աշխատանքի։ Դարբեր երկրներում մեջ կաշխատիմ, Իտալիա կամ Ավստրիա, հիմա հաջորդն արդեն Ռոմանիա։ Եվ ես Դիլիջան շատ մասնակցած եմ դարիներ ընթացքին, սկիզբի իբրև լարքի անդամ, ինչ գործ կար, որ լարքի երջախումբին հետ որ կլարգոր, այդ գործերու մեջ կմասնակցեի կամ լար Բենջամին Բրիթին, կամ լար Աշոտ Քարտալյանի գործ, կամ լար Տիգրան Մանսուրյանի, հետո 2010-ին արդեն արդեն սկսա իբրև սոլոիստ մասնակցել։ Ահա, փաստորեն մանկուց ես կարելի ասել լարքում, հետո նաև Դիլիջանում։ Այո, լարքը ավարտեցի 2005 թվականին իբրև Տաշնագի բաժնի մեջ եւ հետո համասարանը արդեն USC համասարում սկսա
երկի բաժնի մեջ։ Եվ մասնակցում ես փաստորեն հրավիրում են քեզ Դիլիջանի համերգներին, որտեղ ինչ էի Եվ շատ սիրով կամ։ Շուշիկը մեր ամենասիրած արտիստներից մեկն է։ Եվ ինչ էի կատարում Տիգրան Մանսուրյանի։ Այս համերգին այո Տիգրան Մանսուրյանի 3 մատրիկալ քրած էր, մենք որոշեցինք մեկ հատը ներկայացնել, որ կոչվի Վարդի նվեր։ Եվ ատկեզատ ներկայացուցինք Ռոմանոս Մելիքյանեն զմբրուխտի շարքեն 3 հատ երգ։ Շապաղ կուտաս, միլար եւ գիշերն եկավ։ Ես կարդացել եմ, որ Տիգրան Մանսուրյանը շատ դրական է արտահայտվել, շատ գոհ էր քո կատարումներից, իր ստեղծագործություններին։ Շնորհավորում եմ իհարկե։ Եվ ես տեղեկացա, որ նաև որ դու Ռումինիայում հրավեր ես ստացել նոր։ Մի քիչ այդ մասին։ Հաջորդ պրոջեկտը սպիտելլա բիներկայացվի փետրվարի մեջ։ Հիմա արդեն հունվարի վերջը պիտի սկսենք մեր փորձերը Ռիգոլետտո օպերայի համար, որ գրված է Վերդին, եւ ես պիտի ներկայացնեմ Ջիլդայի թերը։ Շնորհավորում ենք քեզ։ Դու հանդես ես եկել տարբեր օպերային թատրոններում, տարբեր նվագախմբերի հետ, իսկ ինչ զգացողություն ես ունենում Դիլիջանի դեպքում։ Դիլիջանը իբրև ընտանիք կտեսնեմ, ադրամա շատ ուրախ եմ, որ միշտ վերադառնամ եւ Դիլիջանի հետ ինչ երբ որ հրավիրեն սիրով գուկամ ուր որը լանե, երաժշտությունը հետաքրքրական է եւ շատ մեծ առիթ կա, որ նոր կոմպոզիտորներու հետ աշխատենք եւ որ հաճախ ներկա գտնվին, ասենք ես Տիգրան Մանսուրյանի հետ ուրիշ տեղ չէի գնար աշխատել, այսի Դիլիջանի միջոցով է որ, ասենք կամ լարքի միջոցով է որ Տիգրան Մանսուրյանի հետ գնայի ավելի մդերմորեն աշխատել իրեն գործերով վրա եւ այդպես ճիշտ ներկայացնել իր իմաստը, այսի գործի իմաստը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես մի պահ ընդհատեմ մեր զրույցը եւ գովազդային կարճատև դադարից հետո կվերադառնանք տաղավար։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստայտողներ, շարունակում եմ իմ զրույցը Դիլիջան կամերային համերգաշարի գեղարվեստական ղեկավար Մովսես Պողոսյանի եւ տաղանդավոր երգչուհի Շուշիկ Բարսումյանի հետ։ Մովսես, ձեր հաջորդ համերգը հունվարի 26-ին է նախատեսված, խնդրեմ այս համերգի մասին ավելի մանրամասն։ Այո, սիրով կպատմեմ ձեզ եւ կհրավիրեմ մեր ունկնդիրներին այս համերգին, որը տեղի ունենում UCLA համալսարանում ամսի 26-ին, Կիրակի օրը ժամը 2-ին։ Սա շատ կարևոր համերգ է, ոչ միայն քանի որ նշում ենք Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը, ոչ միայն, չնայած դա իհարկե դա ամենակարևոր հանգամանքն է այս համերգի, Տիգրան Մանսուրյանի տարեդարձը ամսի 27-ին է, ուրեմն մի օր դրանից առաջ այս համերգն է տեղի ունենում։ Ինչու եւս սա կարևոր է, քանի որ վերջերս այս տարի մենք սկսեցինք UCLA-ում եւ ես այնտեղ դասավանդում եմ, ես ջութակի պրոֆեսոր եմ UCLA-ում եւ ինձ համար դա շատ հուզիչ է եւ կարեւոր է, որ սկսել ենք նոր ծրագիր, որը նվիրված է հայ երաժշտության, հայկական երաժշտության։ Եվ ստացել ենք գրանտ 2 տարվա, որ եւ ինչ պիտի կատարվի։ Ուրեմն ունենք մի քանի ուսանողներ բարձրագույն մակարդակի, որոնք հատուկ սովորելու են հայ երաժշտություն եւ նվագելու են այդ երաժշտությունը։ Սա կարելի ասել աննախադեպ մի երևույթ է։ Այո, եւ այդ բոլոր ուսանողները full scholarship-ով են գալիս, ուրեմն ծրի ուսում են ստանում, այո, եւ այս ուսանողները 1 երգչուհի են եւ 4 լարայիններ, որոնք ստեղծել են լարային քարյակ, Վեմ անունով։ Ուրեմն Վեմ անուն ունեն, Վեմ լարային քարյակ։ Եվ այս գրանտին պայմաններից մեկը նա է, որ հայկական երաժշտության համերգաշար լինի UCLA-ում եւ այս համերգը լինելու է փաստորեն առաջի համերգը այս նոր ծրագրի մեջ։ Նույնպես հայ երաժշտության դասեր են տեղի ունենալու եւ լեկցիաներ եւ Աչե Բարսումյանը դասավանդելու է, այո, ամեն տարի 1 quarter պիտի դասավանդի։ Այսպիսի մեծ բաներ ենք անում եւ ուրեմն պիտի նշենք եւ տոնենք այս այո, այս համերգին։ Ծրագիրը լինելու է կազմված է Տիգրան Մանսուրյանի գործերից եւ նույնպես Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Էդվարդ Միրզոյանի գործերից։
Այսինքն հայ դասականներին ներկայացան ոչ հայ երաժիշտներ։ Ճիշտ է, եւ ինձ համար սա հուզիչ է։ Օրինակ այս Լարային քարյակը, որը ուսանողներս են, որտեղից են, Արիզոնայից, Մասաչուսեթսից, Օհայոյից, մյուսներ Կանադայից։ Ուրեմն 4 երիտասարդ շատ լավ նվագողներ, կարելի ասել ոչ մի բան չգիտեին։ Հայ ոչ միայն երաժշտության մասին, բայց ուղղակի Հայաստանի մասին։ Իսկ ձեր կարծիքով ինչպես են ընկալում հայկական երաժշտությունը։ Ինչպես են ընկալում, հիանալի են ընկալում։ Եվ մատուցում։ Այո, իրանց սրտերը բացել են եւ շատ են սիրում այս ծրագիրը։ Օրինակ պիտի իրանք նվագեն Միրզոյանի հիանալի Լարային քարյակը, որով մենք սկսեցինք Դիլիջանի ամբողջ Դիլիջանի առաջի սեզոնի առաջի համերգը։ Ուրեմն շատ կարևոր գործ է եւ Վեմ քարյակը պիտի նվագի այդ Միրզոյանի կվարտետը, որոնք իրանք շատ են սիրում աշխատել հայ ռեպերտուարի վրա։ Պիտի Վանեսա Վասկեսը երգչուհի է, պիտի հայերեն երգի Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները։ Ինչպես է հայերեն սովորել, քանի որ Բաչե Բարսումյանը իր հետ քանի ժամ է անցկացրել եւ աղջիկը հիանալի երգում է հիմա հայերեն։ Եվ այս իհարկե նախաձեռնությունը գիտեք կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որովհետեւ դուք այդպես համեստորեն ասացիք, բայց իրականում սա իսկապես բացառիկ երևույթ է UCLA համալսարանը փաստորեն ունենալու է հայկական երաժշտության դասաժամեր եւ ոչ միայն հայերը, նաեւ Իմ հույսը նա է, որ 2 տարի հետո այս գրանտը ավելի կմեծանա եւ ավելի մեծ շատ հնարավորություններ կտա, որ վերջապես ստեղծենք հայկական երաժշտության աթոռ։ Հայաստան։ Ելնելով Դիլիջանի հաջողությունից չեմ կասկածում, որ սա այս նախագիծն է։ Դա իմ անձամբ երազանքն է, մա ձեզ հետ կիսվում եմ, քանի որ համալսարանը UCLA-ն ունի արդեն 2 աթոռ, ինչպես գիտեք, հայկական լեզվի Պիտեր Քաուին է պրոֆեսորը եւ հայկական պատմության Ռիչարդ Հովանեսյանը։ Եվ եթե մենք ունենանք հայկական երաժշտության աթոռ, ամբողջ աշխարհում դա պիտի լինի ամենահզոր հայկական ծրագիր։ Ձեզ ցանկանում եմ հաջողություններ եւ կցանկանայի կրկին անդրադառնալ Դիլիջանին, քանի որ այս ձևաչափը, որ արտասահմանյան դուք հրավիրում եք օտար երաժիշտների նվագելու հայկական ստեղծագործություններ եւ նրանք սիրով եւ այնպես են ընկալում եւ մատուցում, որ երբեմն տարբերություն չի լինում, դա պրոֆեսիոնալ եւ մասնագերաժիշտներ են։ Նույնիսկ ավելի հուզիչ է եւ ավելի ուժեղ է, ինչպես հիմա մենք պիտի դիտենք աշխարհահռչակ հարվածահար Կունիկո Կատո, ճապոնացի, որը նվագում է սկանչելի ձևով Կոմիտասի Չինարեսը։ Դա Դիլիջանի համերգներից է, այո։ Սիրելի երաժշտներ, առաջարկում եմ դիտել համերգից հատված։
Մենք ունկնդրեցինք հերթական գեղեցիկ երաժշտությունը Դիլիջան կամերային համերգաշարից եւ իմ հարցը կցանկանամ ուղղել քեզ, Շուշիկ, դու կատարում ես Դիլիջանում ոչ միայն հայ ստեղծագործողների երաժշտությունը, այլ նաեւ այլ օտար ստեղծագործողների, ում ես կատարում եւ ինչպես է Դիլիջանը օգնում քեզ ներգրավել այդ գործընթացում։ Ուրեմն ժամանակին այս ներկայացուցինք Ռաֆան Մուլիմզի շարքը մեկ անգամ եւ հետո այդ վերջը Ըրնուշ Շոսոն։ Պետք է ասեմ, որ ավելի Տիգրան Մանսուրյանի երգերը կարծեմ ներկայացուցած եմ ես, բայց այս երկուքը շատ ինձ նորին Շոսոնի կորձը խենթանի կորձ մներ եւ պիանո քվինտետով եղավ։ Շատ հետաքրքրական կորձ էր եւ Գերեվի Պիտի ասեմ այդ համերգը ես մինչև հիմա հիշում եմ, որ Շուշիկը հերոսի պես, հերոսուհու պես 3 գործ երգեց 3 տարբեր լեզվով։ Այո։ Ուրեմն անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն։ Կարծում եմ Եվ դեռ ճպտում էր։ Եվ այս հատվածը, որ պիտի լսեք, ուրեմն սա աշխարհի երաժշտության գլուխգործոցներից մեկն է, ֆրանսիական կոմպոզիտոր Էրնեստ Շոսոնի Chanson perpetuelle գործն է եւ կատարողները օրինակ ինչ որ դες ասեմ ուրեմն ինչ ունենք 3 հայ կատարող Շուշիկը եւ 2 ջութակար, որից մեկը իմ կինն է, Վարդի Մանուելյանը եւ Արուսյակ Պալտայանը, թավջութակարը Los Angeles Philharmonic-ի principal cellist, ուրեմն ամենամեծ պաշտոնն է Peter Stumpf եւ ալտին նվագողը նույնպես Los Angeles Philharmonic-ի principal violist Kerry Dennis եւ դաշնակահարը Steven Menes, որը աշխարհահռչակ դաշնակահար է։ Այսպիսի կազմ եւ մեր հայ ուրեմն համերգաշարքի համերգներից մեկում խնդրում իհարկե շնորհակալություն, որ մեզ տվել եք այդ հնարավորությունը։ Սիրելի երաժշտատողներ, այսօր այս պահին առաջարկում եմ լսել եւս մեկ հիանալի կատարում, արդեն Շուշիկ Բարսումյանի կատարում եմ խնդրեմ։ Oh
Սիրելի հեռուստադիտողներ, ունկնդրեցինք Շուշիկ Բարսումյանի գեղեցիկ կատարումը, մնացեք մեզ հետ եւ գովազդային կարճատև դադարից հետո ես կրկին կզրուցեմ իմ հյուրերի հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, հուսով եմ վայելում եք գեղեցիկ երաժշտություն Դիլիջան կամերային համերգաշարի կատարմամբ եւ շարունակվում եմ զրույցս հյուրերիս հետ։ Դուք նաեւ Դիլիջանը հայտնի է նաեւ մի բացառիկ, այսպես ասած, երևույթով, որ դուք պատվիրում եք հայ այդ մասին խնդրում եմ երևի դուք պատվիրում եք ոչ օտար հայ երգահան կոմպոզիտորներին ստեղծագործել, բայց հայկական ոգով, ինչն է դա։ Նախ սկզբից ասեմ, որ իհարկե նոր գործ ստեղծելը դա Դիլիջանի ամենակարևոր ուղղություններից մեկն է եւ ինձ համար անձամբ գուցե եւ ամենակարևորն է, քանի որ ես շատ եմ նոր երաժշտություն նվագում որպես կատարող եւ այդ յուրահատուկ զգացմունքը, որ ունես, երբ որ դու փաստորեն ծնունդ ես տալիս նոր գործին, բեմում հնարավոր չի ունենալ հին գործ նվագելուց։ Գիտեք, որ մանավանդ որ աշխատում ես կոմպոզիտորի հետ եւ ինքդ ես մի մասնիկ ինչ որ մասով ինքդ ես օգնում այդ գործը ստեղծի։ Եվ Դիլիջանը արդեն մեր ուրեմն 9-րդ տարին է 27 գործ արդեն ստեղծված են, քանի որ մենք պատվիրել ենք եւ կատարել ենք առաջի անգամ։ Դա իհարկե մեծ հաջողություն է եւ այստեղ ես ունեմ այս ամբողջ շարքը կոմպոզիտորների, իհարկե մեծամասնությունը հայ կոմպոզիտորներ են եւ Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, Վաչե Շարաֆյան, Արտուր Ավանեսով, Մարտուն Իսրայելյան, շատ կոմպոզիտորներ գրել են հիանալի գործեր եւ կատարվել են այստեղ։ Նույնպես ինձ համար, ինչպես դուք հիմա ասեցիք, հատուկ հաճույք է բերում այն փաստը, երբ որ մենք պատվիրում ենք ոչ հայ կոմպոզիտորներից գործեր եւ արդեն մի քանի այդպես մենք հաջողություն ունենք, բայց մի խնդրանքը, որ մենք ունենք, ինչ որ ձևով հայկական թեմա լինի այդ գործի մեջ։ Եվ վերջերս մի քանի իրոք հիանալի գործեր ստեղծվեցին հայկական պոեզիայով։ Առաջինը դրանցից Իան Քրաուս կոմպոզիտորի նոկտյուրներն են, որոնք գրվել են Դերյանի եւ Մեծարենցի տեքստերով եւ աշխարհահռչակ բարիտոն Վլադիմիր Չեռնովը այդ գործը կատարեց առաջի անգամ 4 տարի առաջ Զիպեր հոլում, հետո այս գործը կատարվեց եւ Հայաստանում եւ Իտալիայում եւ մեծ համբավ ստացավ։ Ուրեմն այդ հաջողությունից հետո մենք շատ ողջորվեցինք եւ մի քանի ուրիշ գործեր ցակում ունեցան։ Իան Քրաուսը գրեց այս վերջի ապրիլին կատարվեց Fire of Sacrifice, հիանալի գործ սոպրանոյի երգչախումբի համար, որը Շուշիկը եւ Լարկի երգչախումբը եւ Վաչե Բարսումյանը կատարեցին Զիպր Դալիջում։ Նույն համերգին տեղի ունեցավ շատ ճանաչված ամերիկյան կոմպոզիտոր Գաբրիելա Լենա Ֆրանկ գործի պրեմիերան, որի մասին կուզենայի մի քիչ ավելի պատմել, քանի որ մեծ հաջողություն է բերել այս գործը ոչ միայն կոմպոզիտորին, բայց մեզ բոլորիս։ Այսինքն Դիլիջանի պատվերով կրկին եւ ինչ ստեղծագործության հիման վրա։ Ուրեմն այս գործը գրված է Քուչակի տեքստերով, Նահապետ Քուչակի տեքստերով եւ Գաբրիելան, որը mixed heritage ունի, ինչպես ասում են, ինքը եւ Պերու եւ ճապոնացի եւ հրյա եւ կարծեմ մի 5 ուրիշ արյուն ինի մեջ է, բայց Բերկլի Կալիֆոռնիայում է ապրում, մի պայծառ կին է երիտասարդ, շատ տաքարյուն եւ շատ տաք, եւ ինքը շատ սիրեց հայ պոեզիան, հայ երաժշտությունը եւ մանավանդ ընտրեց Վաչե Բարսումյանի հետ մի քանի պոեմներ, որոնք հատուկ կնոջ մասին են, ուրեմն խոսում ամբողջ ցիկլ է այսպես, ծննդյանից մինչև մահվանը։ Այս 7 երգերը Գաբրիելան գրեց այսպիսի կազմի համար երգչուհի, սոպրանո, որը Թոնի Արնոլդն էր, հարվածային Կունիկո Կատոն, որին դուք նոր լսեցիք, որը Չինարես նվագեց, եւ Ջութակ, որը ես նվագեցի։ Այս գործը 30 րոպեանոց գործ է եւ մենք կարողացանք պատվիրել այս գործը, քանի որ շահեցինք շատ պրեստիժ Grant Chamber Music America հաստատությունից, որը Նյու Յորքում է գտնված եւ որը ամեն տարի այս մրցույթը ունի
պիտի հատուկ grant application գրես եւ կարելի ասել հարյուրավոր դիմողների մեջ մենք կարծեմ երկու ուրեմն երկու շահուներից մեկն էինք մենք երկուսից եւ դա արդեն մեծ պատիվ է իհարկե մեզ համար եւ վերջերս ես իմացա որ այդ գործը Chamber Music American նոմինացրել է Ամերիկայի ամենաբարձր մրցանակի Pulitzer Prize-ի 2014 այո առաջադրվել է այս գործը որը իհարկե Սա իսկապես շատ մեծ նվաճ է մանավանդ եթե նշենք որ Նահապետ Քուչակի քարայակների հիման վրա ստեղծված փաստորեն եւ դա է եւ գաղափարը իրոք դա է ինչպես երևում է էլի պատկերացրեք եթե այո հայ կոմպոզիտոր հայ դալիճում նվագեր նոր գործ ինչ որ դա ոչ մի բան օքեյ արձագանք կունենար բայց նույն արձագանքը չի եթե ոչ հայ կոմպոզիտոր որը հիմա շատ սիրեց հայ երաժշտություն եւ ուր էլ գնա պիտի պատմի դրա մասին հայ ոչ հայ կատարողները Թոնի Արնոլդը Կունիկո Կատոն այսպիսի փաստորեն հիանալի ռոպագանդա է մեր երկրի, մեր լեզվի, մեր երաժշտության Դիլիջանը նաև հանդիսացել է մի դարբնոց, որտեղ միահյուսվում է գրականությունը, պոեզիան եւ երաժշտությունը եւ նման գերազանց արդյունք։ Շնորհավորում եմ ձեզ կրկին։ Շատ ուրախ եմ, որ անընդհատ այս բառը պիտի կրկնեմ հաղորդման ողջ ընթացքում եւ ձեզ ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ կարող ենք ունկնդրել եւս մեկ ստեղծագործություն։ Ես ընտրեցի ձեզ համար մի փոքրիկ հատված, որը կատակային այսպես ոչի մեջ է կոմպոզիտորը կոչել է այս մեկը ինչպես ասեցինք վանա անգլերենով Monk and his piece վանականը եւ իրա լոբին եւ իր լոբին եւ պիտի հումորիկ է եւ լոբին հին հայերենով բակլա է եւ դուք կտեսնեք ինչպես Տոնի Արնոլդը համով ինչպես ասում ենք սոխով մոխով այդ խոսքը համեմված երաժշտության ստեղծել ինչ ստեղծագործության հիման վրա է սա Քուչակի պոեզիաներն են այո սա Քուչակի տեքստերն են այո շատ լավ սիրելի երաժշտատողներ առաջարկում եմ լսել կատարումը Սիրելի երաժշտատողներ, շարունակում եմ զրույցը Դիլիջան կամերային համերգաշարի գեղարվեստական ղեկավար Մովսես Պողոսյանի եւ երգչուհի Շուշիկ Բարսումյանի հետ։ Ես կցանկանայի, որ այս հաղորդումը այսօր չվերջանար, որովհետեւ շատ մեծ բավականություն ստացա, բայց քանի որ ժամանակը սուղ է, կցանկայի անդրադառնալ նաեւ ձեր Երևանյան, հայաստանյան համերգներին, որը շատ մեծ տպավորություն գործեց եւ Հայաստանում եւ ձեր համար էլ կարծում եմ առաջին անգամ էր եւ բավական զգացմունքային էր
խնդրում եմ, եթե կարելի է ներկայացեք Շուշիկ, դու առաջին անգամ էիր Հայաստանում, ասեն Դիլիջանը քեզ հնարավորություն տվեց հայրենիքում ելույթ ունենալու, ինչ տպավորություններ ուներ։ Խենթանալիք փորձառություն մներ, այսինքն այդպեսի խումբով երթալ սկիզբը եւ հետո այդտեղի մարդոց այդ կորձերը, որ ես երկեցի ներկայացնել եւ Դիլիջանի մեջ երկեցի Հարությունյանի շարքը եւ հետո Ալտիկրա Մանսուրյանի եւ Էրնեշտ Շոսոնի կորձը երկեցի Երևանի մեջ։ Ինչպես ընդունվեց։ Կարծեմ որ լավ։ Ֆուրոր առաջացրեց, Շուշիկին շատ սիրեցին։ Ամբողջ Հայաստանը։ Խնդրեմ, Մովսես մի քիչ ավելի մանրամասն ներկայացնես այդ համերգի։ Դա իմ երազանքներ, մանավանդ ես որ Հայաստանից եմ, ինչպես լսում եք, եւ շատ կապեր ունեմ Հայաստանում ընկերներ, իդ բերել ինչ որ ստեղծել ենք այստեղ եւ ցույց տալ իմ ընկերներին եւ ընդհանրապես երաժիշտներին եւ ունկնդներին ինչ է Դիլիջանը անում։ Եվ մի շաբաթվա մեջ, 8 օրվա մեջ մենք 8 տարբեր համերգ ներկայացրեցինք, տարբեր ծրագրերով։ Եվ այդ համերգների մեջ նվագեցինք եւ դասական երաժշտություն եւ 10-ից ավել նոր գործերից, որոնք մենք ստեղծել ենք։ Եվ իհարկե շատ ճոխ եւ տոնական այսպիսի մի շաբաթ էր, իհարկե շատ գործեր, բայց հիանալի, անմոռանալի օրեր էին։ Եվ կրկին ձեզ հետ էին այդ ձեր ոչ հայ երաժիշտները։ Այո, աշխարհահռչակ երաժիշտներ հատուկ ժամանակ տրամադրեցին եւ եկան այս համերգներին եւ այս վերջի հատվածը, որ մենք պիտի լսենք, Մոցարտի կլարնետ քվինտետի, դուք պիտի լսեք այն երաժիշտներին, որոնք աշխարհահռչակ համբավ ունեն։ Ալտի վրա Քիմ Կաշկաշյանն է, թավջութակի վրա աշխարհահռչակ անգլիացի թավջութակա Ռոհան Դեսարամ, կլարնետի վրա Լոս Անջելես ֆիլհարմոնիկի առաջի կլարնետիստ, արդեն 50 տարի այդ պաշտոնը ունի, Միշել Զուկովսկին, որը լեգենդար ուրեմն կլարնետիստ է, եւ կինս է նվագում եւ ես։ Պասեն Դիլիջանը արդեն այնպիսի հեղինակություն ունի, որ նման աշխարհահռչակ երաժիշտները մեծ սիրով համաձայնվում են գալ եւ յուրաքանչյուր կատարմամբ հանդես գալ։ Եվ հիմա մենք անդրադառնում ենք հենց ինչով ես սկսեցի, քանի որ գիտեք ինչքան պոլիտիկան կամ ինչքան գաղափարը բարձր չլինի, եթե որակը այնտեղ չի, կամաց այդ գործը պիտի վատանա կամ փլվի։ Եվ դրա համար ինձ թվում է այդ երաժիշտները գնահատում են որակը եւ որակի համար են յետ գալիս եւ սիրում վերադառնալու։ Եվ ձեր խոսքից եւս մի ցանկանայի մի հատված շեշտել, որ փաստորեն Դիլիջանը կարողանում է համախմբել նաեւ հայերին, տարբեր երկրներում ապրող ստեղծագործող տաղանդավոր երաժիշտների, որոնց դուք հրավիրում եք եւ ստեղծվում է այդ խումբը, որտեղ միշտ կա այդ ստեղծագործական մթնոլորտը, միջավայրը, այ կցանկանայի նշեիք ում եք հրավիրել հայերից, հայ երաժիշտներից, ովքեր են ձեզ հետ համագործակցում։ Դե ինչպես ես հիմա ասացի, Քիմ Կաշկաշյանը միշտ գալիս է, Անի եւ Այդա Քաֆաֆյան, շատ հայտնի ջութակահարներ, ինչպես գիտեք Նյու Յորքից միշտ գալիս են, Հայաստանից հաճախ գալիս է մեր հանճարը Արտուր Ավանեսովը, որը հիանալի կոմպոզիտոր է եւ շատ սիրված եւ հիանալի դաշնակահար։ Մյուս տարի ինքը նորից պիտի գա Վաչե Շարաֆյանը, որը մեր մյուս հիանալի կոմպոզիտորն է, հաճախ գալիս է այստեղ։ Այսպես եւ շատ լավ։ Եվ ձեր համերգաշարի մասին կամ համերգաշրջանի համերգների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով հավանաբար ձեր կայք Դիլիջան։ Իհարկե, այո, եւ Google-ի մեջ եթե մտնեք, միանգամից Դիլիջան նույնիսկ գրեք, Դիլիջան Music, միանգամից մեր բոլոր համերգների մասին կիմանաք եւ ուզում եմ նորից հրավիրել ամսի 26-ին UCLA Շոնբերգ Տալիջ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված եւ առաջին համերգն է նոր հայկական երաժշտության համերգաշարի UCLA-ում։ Շատ շնորհակալություն տեղեկատվական եւ շատ գեղեցիկ երաժշտությամբ լի այսօրվա ծրագիրը ստեղծելու համար։ Ես կարծում եմ մենք առաջիկայում շատ առիթներ կունենանք հանդիպելու։ Կրկին ձեզ ցանկանում եմ հաջողություններ եւ հրավիրում եմ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ հունվարի 26-ին ներկա գտնվելու Տիգրան Մանսուրյանի նվիրված գեղեցիկ համերգին, որը տեղի կունենա UCLA համալսարանում։ Եվ հրաժեշտ եմ տալիս իմ հյուրերին, իսկ ձեզ առաջարկում եմ դիտել եւս մեկ գեղեցիկ կատարում Դիլիջան կամերային համերգաշարի կատարմամբ։ Հաջելի երեկո։